Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, YouTube-յան եւ Facebook-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Պարոն Շիրինյան, զարգացումները շատ արագ են տեղի ունենում եւ սկսենք ամենաթարմ լուրից։ Փաստորեն Միացյալ Նահանգների նախագահ Նիկոլ Փաշինյանին հրավիրում է միանալ Գազայի հատվածում այդ խաղաղությունը վերահսկելու համար խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ։ Ըստ պաշտոնական աղբյուրների Նիկոլ Փաշինյանը ընդունել է առաջարկը, բայց այստեղ կա մի բայց, դա 1 միլիարդ դրամի խնդիրն է, որը պետք է դոլարի խնդիրն է, որը պետք է կարողանա կառավարությունը լուծել եւ միանալ այդ նախաձեռնությանը եւ փաստորեն ինչ է տեղի ունենում այս հրավերը ինչպես եք դուք մեկնաբանում բացատրում նամանավանդ որ այս կառույցի գլխին որպես նախագահ կանգնելու է Թրամփը երկրներին անդամակցության համար տրվելու է 3 տարի ժամանակահատված մի խոսքով սա մեզ ուր է տանում այս հրավերը պետք է ընդունել չընդունել կա վտանգներ չկան վտանգներ ինչի մասին է այս ամենը Փաստորեն տեղի ունենում այն ինչ որ մոտավորապես մի տարի առաջ ես ձեզ ասում էի որ Հայաստանի Հանրապետությունը տեղավորում է համաշխարհային քաղաքականության բարդ շերտերի մեջ, թևարգում է, դուրս է եկել օվկիանոս բաց թևարգության։ Սա մեր, ինչ ասեմ, մեր պետականության աննախադեպ հաջողությունն է։ Այդ միլիարդ դոլարի հարցը ուրեմն շրջանառում են բոլոր նրանք հիմա, ովքեր ռուսական սեգմենտն են ներկայացնում, որովհետև չեն ուզում, որ Հայաստանը դուրս կա այդ վիճակի բանի մեջ։ Մնացածը կարծում եմ, որ հիմա այստեղ երևի ասելու բան չի, այդ $1 միլիարդ կգտնվի, հավանաբար Միացյալ Նահանգները բանով ըմբռնումով կմոտենան, հավանաբար եւ այլն, բայց ես առաջարկ ունեմ։ Ուրեմն այդ $1 միլիարդ պիտի վերցնել Հայաստանի Հանրապետությունը 5 տարի ապակայունացողներից, որոնց դուք ընդդիմություն եք ասում, ես ասում եմ ռևանշիստներ, որոնք կարող աշխատեցին հանրապետությունը չաշխատի, նորմալ կյանքով չապրի, պատերազմից հետո ոչ մի րոպե։ Այս սրանցից պիտի փողը վերցնել, տալ ընդեղ։ Հիմա սա մի քիչ հումորային բան ունի, բայց մտածելը պետք է։ Այնպես որ գումարը կճարվի, կարծում եմ, բայց դա մեր աննախադեպ հաջողությունն է։ Ասեք տխմարներ էլ կան, ասում են թե այնտեղ Լուկաշենկոն էլ է։ Ասում են մերձավոր արևելքի փաստորեն այդ ներքաշվում ենք այդ ռիսկային գոտում եւ այլն, արդյոք Հայաստանին դա պետք է թե պետք չէ։ Իհարկե պետք է, միջազգամաշխարհային։ Հիմա ես մասը ասեցի։ Այսինքն գնալ պետք է հրավերացնել, պետք է գումարնել հայթայթել։ Ես ողջունում եմ, որ այդ որոշումը ընդունել են։ Ինչու ասեցի համաշխարհային քաղաքականության ամենաբարդ եւ բարձր շերտերում ենք տեղավորվում։ Հիմա երկրորդ ով է հրավիրողը։ Հրավիրողը Միացյալ Նահանգների նախագահն է, պարոն Թրամփը, չէ, որը Հայաստանի համար ջանքեր չխնայեց եւ Թրամփի ուղի նախագծեց, առանց իրեն չի եղել, չէ, որը Հայաստանին դուրս է բերել եւ դուրս է բերում, եթե մենք ռեալիզացնենք նորմալ իմաստով, համաշխարհային տնտեսական քաղաքական բարձր շերտեր եւ արդյունավետ օգտակար շերտեր, որը ունի երկու ենթաշերտ։ Ռազմավարական, անվտանգային եւ բարձ է որ մեր անվտանգության վիճակը լավացել է, կարող է մեկը կասկածում, նույնիսկ ուրեմն բաներ կան գիտուններ չագերտարով ասում եմ երևի երկրի կայունացման մեջ այդուհանդերձ Եվրոմիության դիտորդական առաքելությունը դեր ունեցավ եւ Ամերիկայի այսինքն գյուտես սա ենթատեքստով թունավոր ձևով է ասում չէ ձեր պապան արեց Պուտինն արեց այդ բոլորը բարձ է ուրեմն ինչ եմ ուզում ասել մնացածը ուրեմն ասեցի որ Թրամփի ուղին դետալները քննելին եւ շատ լավ է որ լավ քննարկումներ են գնում ունի աշխարհակաղակական ստրատեգիական ենթաշերտ որի հետ կապված է կատաղի ուրեմն ընդվզումը Մոսկվայի կողմից իդեմս բանի Սալավյովի եւ հələ Սալավյովը հեչ են դուգին կոչված խավարամիտի, որը այս տարիներին Պուտինի հետ միասին, Կրեմլի հետ միասին աշխարհի
ուրեմն կեղտոտ գործերը նախագծեց, որոնց թվում առաջին հերթին Արցախի հայաթափումն ու Ադրբեջանին հանձնելը։ Սա այն մարդն է, որ ասում է, չէ, մենք քեզ տվեցինք Ղարաբաղ, դու թեքվեցիր, գնում ես արևմուտք, բաց է խոսում։ Ուրեմն այստեղ է հարցը, ուրեմն այդ մասը ստրատեգիական կամ ռազմավարական, տնտեսականի մասին բան չունեմ ասելու, ինչ ասեմ։ Ես դա չեմ ուզում դետալների մեջ մտեմ, քննարկումները շատ լավ կլինի, որ այս ուղղության ոչ թե ամեն տեղ երևացող ուրեմն նույն մարդը ասենք, մի օր քաղաքագետ, մի օր գինեկոլոգ, մի օր ինժեներ եւ այլն քննարկի, նույն մարդիկ քննարկում են, շատ լավ կլինի, ես հանրության մեջ ասում եմ, այն մարդիկ, որոնք մեր մեջ կան, ինժեներներ, ֆիզիկոսներ, տեխնոլոգիայի, բանի ջարդարագիտական համալսարանի մասնագետ համավարական այսրանքը գրգված քննարկեն այս հարցը, որովհետև սա ասեմ այսպես է, ուզում եմ մեր հայրենակիցները ուշադիր լսեն, սա յուրահատուկ մարշալի պլան է Հայաստանի համար, մարշալի պլան, որով Եվրոպան վերականգնվեց, Գերմանիան էլ դառավ Գերմանիա, այսինքն ուզում եմ ասել, որ սա այդ Թրամփն է եւ դա ինքն է հրավիրողը, բնականաբար կա նաեւ այդ ենթաշերտ, մենք քաղաքականություն պետք է հասկանանք ամբողջականության մեջ, պարզ է, որ այնտեղ Վենսն է, չէ, Դիվենսը Մարկո Ռուբիոն պետք է եւ լինի այդ Մարկո Ռուբիոն, որոնցից մեկն ու մեկն էլ հաստատ հանրապետականների հաջորդ նախագահն է։ Եվ դուք Ռուբիոյի հետ կապված շատ հույսով Շատ ասել, այո, որովհետև նա հայկական հարցը շատ լավ գիտի, շատ ավելի լավ գիտի, քան այս հայ բոլշևիկները, ռուսացկանացած։ Բայց ես ենթադրում եմ, որ Դիվենսը եւս ուրեմն արդեն նույն միջավայրն է, նույն քաղաքականությունն է եւ ասեմ հետեւյալը նաեւ ժամանակին այս չեկիստները տարածեցին մի տեղեկատվություն, նաև Ամերիկայում տեղավորված իբրև թե այլախոս նախկին չեկիստներ KGB-ական, իսկական իմաստով եմ ասում, վարկաբեկման հարցը չի։ Տարածում են, որ այս է Մարկ Ռուբիոյին կողքի է դնում, Թրամփի համար է աշխատում եւ այլն, բայց հիմա ես որի դեմ ընդվզել եմ, ասել եմ, որ այդ անհետեթությունը Միացյալ Նահանգների համար այդպես խոսելը, բայց Ռուբիոյի դիրքերը շատ ավելի ամրացել են, նաև ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, պատկերացնում եք հիմա, եւ այսինքն այս երևի թե գլխամասը, եթե ասենք կառավարության, ոչ ինստիտուցիոնալ իմաստով, Թրամփ, ուրեմն Դիվենս, Մարկ Ռուբիո, այն երրապետությունն է, որը կառավարում է։ Այս նախաձեռնությունը հաջողելու է, պարոն Շիրինյան, որտեղ պետություններ կան, որ ընդվզում են Եթե չի որպես նախաձեռնել ՄԱԿ-ի այլ ընտրանքային ձևաչափ են սա ընդունում Եթե նայեցեք, եթե չի ուրեմն հաջողելու, դա էլ չբացառենք, մենք ինչ ենք կորցնում, ոչինչ։ Իսկ եթե հաջողում է, բայց չենք ներկայանում, այդ Չէ, դա գալնի, որ մենք ռուսաստրգությունից, ճորտությունից եւ ռուսների համար մատաղած ու գար լինելու չենք ուզում հրաժարվել։ Այստեղ ուրիշ տարբերակ չկա։ Ընդ որում են Ռուսաստանի, որ ինքը խրվել է Գուբրյանսկում ու դուրս էլ չի գալիս։ Գուբրյանսկի այդ խուտորից դուրս չի գալիս։ Ընդ որում, պարոն Շիրինյան, հայրենական պատերազմից ավել դարձավ։ Հա, էլ ուզում եմ ասել, մենք եւ բայց այստեղ ենթատեքստը մեր շատ ավելի բարձ է, ինչպես KGK-ն է ժամանակին պնդել, ես նույնիսկ 96 թվականին Գոլս Արմենիում մեծ հոդված եմ տպագրել ռուսերենով բանը, ուրեմն դոկտրինա Ռավնավեսիա, հավասարակշռության հայեցակարգ կամ դոկտրինա, այսօր Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է ոչ թե հակառուսական, ոչ թե հակաթուրքական, ոչ թե հակա, այլ շահերի տարբեր պետություն համադրման Հայաստանի Հանրապետության շահերից բխող քաղաքականություն հավասարակշռության ընդհանուր կոնցեպտի մեջ, որտեղ կան առաջնահերթություններ, դասակարգում կա, որտեղ կան երկրորդականը, երրորդականը, որտեղ կա ում հետ ավելի մերձենալ, որտեղ կա նաև ումից ավելի շատ հեռանալ, ոչ թե չլին Ռուսաստանից, պետք է շատ հեռանալ, ոչ թե Ռուսաստանը չպետք է լինի կամ լինի, այս անհեթեթությունը, եւ սրանով մենք դուրս ենք գալիս, ուրեմն այն բանից, որ դարերով եղել է մեզ համար, կամ Ռուսաստան, կամ Թուրքիա, կամ այ Լևոն Շանթի եւ Ռուբեն Տերմինասյանը ժամանակին եւ շատերը իսկական դաշնակցականներ, նրանք ասում էին
ովքեր որ մեզ մղեցին այս սխեմայի մեջ, այս վերջինի, նրանք մեր երկրի ցեղասպանություն նախապատրաստեցին, մեկի կողմը թեքվում ես, մեկն է մորտուն, թույլ ես մյուսի եւ ասում ենք որ այս երկու օր առաջ եղել մեզ այդ շատ բաներ եւ Ռուսաստանը մեր բարեկամը չի, այս որը այդ սխեմայի մեջ է տեղավորվում, այնպես որ ինչ ասեմ, մեզ ուրիշ բան է մնում, որից ես անանք ստանամ թե չէ, բայց կարծում եմ անանք ստանալու բան կա։ Մենք արդյոք կարողանում ենք մեր ազգային մտածողության գոհարները տեղավորել այս աշխատանքի մեջ, որտեղ սրանք շատ բարդ հաշվելի են, մասնագիտական աշխատանք են պահանջում եւ շատ արագ վճիռներ կամ որոշումներ կայացնելու կարիք է լինում։ Քաղաքականության մեջ այդպես է, պահի տակ որոշումը չկայացրեք։ Այստեղ է որ դուք Սփյուռքին եք դիմում, այդ գոհարների պահով։ Եկանք այնտեղ հրաշալի է որ ասեք։ Մենք կարողանում ենք մեր հայրենակիցների եւ մեր եկեղեցու պոտենցիալ օգտագործել, թե չէ, եկեղեցին բարձր ինչ է կատարվում եւ ինչ է անում մաֆիան, եկեղեցու հետ այդ գլխամասը, իհարկե ժամանակին գալու, բայց ես ենթադրում եմ, որ եվրոպական համալսարաններում, բարձր որ մերը նկատի ունեմ, չէ՞ որ ես հակադրում եմ, եվրոպական ամերիկյան համալսարաններում մենք ունենք հնարավորություն կամ արդյոք հայ մասնագետների ընդգրկել ենք այս աշխատանքների մեջ, որոնք լավ գիտեն եվրոպական օրենսդրությունը, եվրոպական լեզուներին լավ են տիրապետում, ինչու եմ ասում լեզուն, որտեղ լեզվի իմացության հարցը չի, երբ դուք լավ եք տիրապետում կատարյալ որևէ լեզվի, դուք նրա մտածողությանն եք տիրապետում, որը խորքն է, դրա համար այստեղ ես գիտեմ, որ սա շատ մենք նույնիսկ սկիզբ անգամ չունեմ, չենք արել, գիտեմ, որ շատ հրաշալի մի քանի հայեր կան, որոնք ընդգրկված են այս կամ այն կերպ, բայց ես մի բան պետք է ասեմ, որ դա հիմնականում հայախոսներ են, բայց մենք ունենք ուրեմն 1870-80 թվականներից, օրինակ Սան Ֆրանցիսկոյի ուրեմն այդ տարածքում տեղավորված հայկական տարր, որ անգլիախոս է, բայց ինչպես որ Սարոյանն էր, եթե անգլիախոս էր, չէր նշանակում հայ չէր։ Հիմա այս բաները համալսարաններ, բաներ, այդ կենտրոններ օգտագործում ենք, թե չէ, կարծում եմ չէ։ Եվ մեր թափտփվածությունն է այստեղ։ Ոչ մեկը մեզ այդտեղ արդարանալու ոչ մի բան չունի։ Եվ նաև այն հակահայաստանյան քարոզչությունն է, որ ռաշիզմը տանում է հայկական ռևանշիզմը Հայաստանի դեմ, եւ ինչքան ես գիտեմ, Վաշինգտոնում գործում են ինչ-որ գրասենյակներ Հայաստանի պետական շահերի դեմ, պատճառ բռնելով վարչապետը հողը հանձնեց եւ այդ հողը դուք եք հանձնել, հայրենիքն էլ եք հանձնելի, այսինքն անողները։ Հիմա եթե մենք, այսպես ասեմ, համահայկական կոնսոլիդացիա ունենանք, եթե չունենք, այս տարի պիտի դրան հասնել, այդ ինտելեկտուալ իմաստով եմ ասում, էլի, դուք պատկերացրեք մենք այստեղ ինչքան գշահենք, հիշեք Խրիմյանի արտահայտությունը, էլի, ինչ էր ասում է գնացի Բեռլին, ասում է բոլոր իրենց լեզվով էին խոսում, ես էլ լացի լեզվով խոսեցի, ոչ լեզու գիտենք, ոչ եւ այլն, այս վիճակով իհարկե Բեռլին կոնգրես տանուլ կտակ։ Դրա հետ է կապում նաև այդ թրիփի տոկոսային հարաբերությունները, եւ դրա հետ է կարծում եմ, որ այնտեղ ուրիշ բան կա, ինչքան ես եմ հասկանում, տոկոսը բարձրանալու է։ Վարդան Օսկանյանն ասում է մի կրճոնի մասին եք խոսում։ Վարդան Օսկանյանը ինքը կրճոն քաղաքական մտքեր հերիք է տարածի, իրենք եղել են իշխանություն եւ իրենցից պիտի պահանջել երկու բան՝ պետականություն եւ մանկապարտեզներ։ Պետականություն եւ սեփականացրած մանկապարտեզներ, սրանք պիտի վերադարձնեն։ Եվ վերջ, ուզում եմ ասել, չգիտեմ սա ինչի անընդհատ մեջտեղ ելնում է շոր բան ասում էլի։ Ինչով եք պայմանավորում այդ ակտիվացումը։ Դե պոլիտեխնիկում է սովորել էլի, ինչ եղել։ Ճիշտ է, Սիրիայից է, բայց պոլիտեխնիկում է սովորել, ուրիշ բան չկա։ Ուրեմն, բայց դրանց էլ ես առաջարկում եմ այդ անցյալին ու նախկիններին քիչ չադրատել։ Անցյալին քննարկում է, դուք ասում եք անցյալ հաշվը, որ արտածող լսողնով է։ Հիմա մեր խնդիրը դա չի։ Մենք, չէ, Արարատ Միրզոյանը հարցազրույց տվեց, փաստաթղթերը տվեցին, եթե պիտի քննադատենք եւ պիտի քննադատենք, տեքստը պիտի պոզիտիվ քննադատության ենթարկենք, նաեւ մեր առաջարկները տեղափոխենք արտգործնախարարություն,
ազգային անվտանգության խորհուրդ, այս ինստիտուտը լավ պիտի աշխատի եւ վարչապետի աշխատակաց պիտի քննադատենք, բայց պոզիտիվ առաջարկենք, որովհետեւ բաց թողում կա, այստեղ խութ կա, որովհետեւ եւ զարգացման հեռանկար կա։ Սրանք են բանի նման են, գիշերցել եք մերժում են, բայց ծերեցելու քաղաքական պողոտայից դուրս չեն գալիս, ինչ եք ուզում, ինչ են ասում, ես իրենց առաջարկ ունեմ, ով խոսում է, մանկապարտեզներ հետ տվեք, ես կամ բան, ուրիշ բան չկա, բայց մենք լրատվությունն էստեղ մեղավոր ասել։ 1 միլիարդ դոլար էլ եք ուզում, պարոն Շիրինյան, 1 միլիարդ դոլար էլ եք ուզում այդ նույն մարդկանցից։ Հա, իրենք են, որտեղ երկրի պատասխանը, հապա իրենք են կողոպտել, ես եմ կողոպտել։ Իրենք դատարաններից դուրս չեն գալիս, չէ՞, այդ հո մեկը չի, երկուսը չի, երեքը չի, մի գործը վերջանը մյուսի համար են կանչում, մեկ դպրոցի համար են կանչում, մանկապարտեզի համար են կանչում, մեկ եւ այլն, մեկ բանակ չգնալու համար, այսինքն ումից ուզեն։ Հիմա բայց ես ասի իրոնիայով եմ ասում, դրանք փող տվող չեն, երկիր կործանեն, բայց փող չեն տա։ Երկրում կլնեն մի դրամանոց վարչապետ, ծաղր է, չէ, բայց ինչի է ծաղր է, հա, չկա աշխարհում չկա նման օրինակ։ Չէ, իհարկե չի կարող լինել, այդ ինստիտուտները ինչպես կարելի այդպես արժեզրկել։ Բայց դա ծաղր է, թե ինչպես դուք եք ասում, դա ինստիտուտի ոչնչացում է։ Դա իհարկե ինստիտուտի ոչնչացում է, արժանաբանի։ Այսպես ասենք, էլի, մենք գիտենք, չէ, մեր բանից կենցաղից մի բան կա, որ երբ որ հարսանիք է լինում, հարսի կամ փեսայի շատ տխուր դեպք է, դա վատ է, ես դա չեմ ընդունում, բայց այդպես է։ Ուրեմն հարազատների մեջ մի քիչ վատ հագնված են, երբեք առաջի սեղան չեն տանում նստեցնում, որևէ մեկը չի տանում, հազվագյուտ է պատահում։ Ինչու, որովհետև կա երկրորդը, դե այդ հարսանիք է, մի քիչ կարգին հագնվի, արի առանց սիգարետը մատների դարանքը նստի էլի։ Այսինքն ամեն ինստիտուտ լինի հասարակական, սոցիալական, քաղաքական, ունի արժանապատվության իր տեղն ու չափը։ Այս պիտի պահպանվի, այսինքն մենք պիտի արժանապատիվ, եթե մեր թագավորներն այդպիսի արժանապատիվ կյանք չունենային, ես նկատի ունեմ Արտաշեսները, Տիգրանները եւ Տիգրան բաները, ուրեմն Տրթադ մեծերը, Հայաստանը չէր լինի։ Ես հիշեցնեմ, որ Հայաստանը եվրոպական քաղաքագրություն ստեղծած ժողովուրդներից մեկն է։ Մեկ դրամանոց վարչապետի հետ կապված, դուք մի լավ հետաքրքիր բանել ինստիտուտի են նշանակում։ Եվ դա եւ անվտանգություն է։ Ռուսահայեր են սրանք։ Պիտի առաջարկեն, ինչ առաջարկ ունեն Պուտինի համար առաջարկեն ու վերջ։ Այդ Պուտինը մի դրամով թող աշխատի, իրենք ռիսկան են ասել մի անգամ թող ասի էլի սեղանի վրա բանը այն ոդկան ձեռին, հա, թող ասեն, եկել են ինչ են ասում, Հայաստանն է, այսինքն մենք այնքան բան ունենք, հա, լավ պետություն, հպարտություն եւ այլն մեր մեջ կա, որ հիմա էլ են արժեզրկում, բայց իրենց են արժեզրկում, այդ չի նշանակում, որ պետք է շատ ու քիչ աշխատանքի համար յուրաքանչյուրը պետք է հանցան ձևով արձատրվի, բայց ոչ չափ անցած, ոչ էլ այնպես։ Մանավանդ իսկ կան մի քանի պաշտոններ, որ ես այդ պաշտոնը չունեմ, չէ, ուրեմն պետք է պետությունը իր վրա վերցնի այնքանով, որքանով։ Փորձերը շատ են։ Աշխարհում ամենալավ պետությունները վերցնեն, տեսնեն ինչպես են նրանք կարգավորում, ուրեմն անեն, ինչ չեն անում, որովհետև այդ պետություններում գողություն չկա, հնարավոր չի լինես վարչապետ, նախագահ լինես եւ ունենաս այսինչ ավճարկաշուն էլ չես կարող ունենաս։ Պարոն Շիրինյան, փաստորեն բանի համար ասում են Մադլեն Օլբրայթը, ես կարդացել եմ Միացյալ Նահանգների պետքարտուղարներ են տիկին է որ կար, ասում են ինքը գնում իր առևտուրը իր դիմացի խանութից ինքն է անում, հետո տուն է գնում։ Անգելա Մերկելը հաստատ այդպիսին էր, ինքը իր առևտուրներ անում։ Սրանք իրենց ոչ առևտրի տեղը գիտեն, ոչ էլ գիտեն որտեղ են ապրում, ոչ էլ կապ ունեն այս ժողովրդի ու բանի հետ։ Դրա համար ավելի լավ է լռեն էլի, հավերժ անցյալ են, անցել գնացել են։ Եթե ամփոփում ենք, փաստորեն սա մեր համար պատմական նշանակություն ունեցող կասենք։ Կարող եք այդ բառն օգտագործել, բայց ես եթե նկատել եք շատ չեմ ասում, որտեղ այնքան որտեղ դեռ պետք է մենք պարտականությունները, չէ։ Մենք պատմական եւ այլն, բարձվեց մեր գեներալները, բարձվեց գեներալները հաջուկով գերի են հանձնվում նույնիսկ մատները չքերծած եւ այլն էլի։ Դրա համար այդ բառը չասեմ, ժամանակը ցույց կտա, հետևենք, բայց եւ պետք է ելնենք նրանից, թե ինչ պարտականություններ է դրվելու, որը պիտի արվի եւ սա
պետական շանս է, համահայկական շանս է, եթե մի բան կա, որ Իրանում էլ ռեժիմը մի քիչ մեղմանա, իհարկե փոփոխություն իրենց խնդիրն է, մենք էլ խնդիր չունենք, 49 տարի, 49 տարի, այնտեղ էլ 50-ն է եւ այլն, էլի։ Այնտեղ էլ այդ տոկոս, որ ասացեք, չէ, անընդհատ բարձրացնելու խնդիր կա, բայց այդ ծախսերը դա ներդրումների հաշվի պետք է լինի, որտեղ հիմա փաստորեն միացյալ չեմ անելու, ամերիկացիներն անելու, չէ, ծախսերը եւ գերարդիական տեխնոլոգիաներով, այ սա է ինձ մտահոգում։ Հիմա այսպես մի քիչ շեղվում եմ, ոնց որ ունենք համալսարաններ Հայաստանում բուհեր, որոնք սերունդ կտան, որպեսզի սրանք աշխատեն սրա, չունենք, այս է, ունենք սկոպուս արտադրողներ, ունենք պետության գիտական այդ բանը, գիտության պետական կոմիտե, որ այս ամբողջը մղել է անհեթեթությունների մեջ, այս սա պետք է գիշեր-ցերեկ, սա պետք է ինչպես անենք օգուտ ստանանք, այդ որ ես Գերմանիան շատ օրինակ եմ բերում, Գերմանիան հոյինքի ուժերով մենակ չվերականգնվեց, իհարկե ամերիկացիներն օգուտ ստացան, բայց ամերիկացիները միլիարդավոր դոլարների հոսք կազմակերպեցին եւ արտոնություններ Մարշալի պլանով Գերմանիա եւ Եվրոպա, բայց մարդիկ ծախսեցին, չկերան, երեք լսում եք ինչ-որ հաղորդում կար, Արցախի հանրապետության նախագահները, իբրև թե նախագահները, շշմել եմ, տարեկան թոշակի ժամանակ տարեկան 20 միլիոն դոլարի ուրեմն թոշակ են ստացել, մի նյութ կար, հիմա դժվար ուղղակի նյութեր, որը տեղադրված էր, այս բակոն հիմա 20 միլիոն երբ ստանում է, էլի, շշմելու է, եւ ասում են դա 10%-ն է, ինչ է Արցախի ուրեմն բյուջեի, պատկերացնում եք, այս սրա մասին, սա պետք է, ոնց կախել է պետք, գնդագարել է պետք, մորթել է պետք, քաղաքական իմաստով, որ ասել, սրանք են մեր Դուրս գանք Կարճատև գովազդային դադարի, պարոն Շինյան, որից հետո շարունակենք։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է, դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 պաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Լևոն Շիրինյանը։ Պարոն Շիրինյան, անդրադառնանք հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Ալիևը հայտարարություն արեց օրերս, որ եւ թե Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք դրսեւոր են, մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագիրը կստորագրվի։ Քաղաքական կամքը մենք հասկանում ենք, թե նորից ինչի մասին է խոսում Ալիևը։ Ալիևը պատրաստ է ստորագրելու, բայց այն հարցի օրին է, որ դժվար է դուրս գալիս, ինչու։ Եվ չի կարող չանել։ Իրեն էլ չէ Թրամփը։ Նկատի ունեք այն պահանջները, որ մեզ հիմա Չէ, բան է, նահանջում է։ Ինքը նահանջում է ուրեմն երկելով։ Կարծեմ Սուրմելյանն է, չէ, մի վեբ ունի ցեղասպանչաներված նահանջ առանց երկի։ Շատ լավ աշխատանք է, որպես մի խոսքով ինքը երկելով է նահանջում, որտեղ տարբերակ չունի եւ դա ստորագրի։ Դրա համար ես առաջարկ ունեմ, էլի շատ չտարապել այդ խաղաղության պայմանագրի ստորագրել, չստորագրելով, ասել եմ առաջ այդքան շատ։ Ինչի համար, որտեղ ուրեմն դրանք չեն կարևորը։ Պետությունների միջև պայմանագրեր ստորագրվում են այն ժամանակ ռեալ հիմքի վրա, որտեղ պետությունները հավասար հզորությունների են հասնում։ Հակառակով են ստորագրվում, որը չի կատարվում։ Այդ ինչ որտեղ նկատի ունեք, որ Երևանի հետ այս ցանկությունը, այս երկու մաս ունի։ Առաջինը ուրեմն ամերիկյան ճնշումն է, որին դիմանալ չի կարող։ Դուք երբեք չմոռանաք, որ Ալիևը ավտոկրատ իշխանություն է, KGB-ի ծնած զավակ է եւ KGB-ի իշխանությունն է, դա օրը չէ, սա այդպես է, եւ էթնոկրատ է, ինչու էթնոկրատ, որովհետեւ ադրբեջանցի ասած ժողովրդին չէ նշանակում, դա քաղաքական տիտղոս է, որ դրվել է, թալիշներ, դուք շատ լավ գիտեք, լեզգիներ եւ այլն չէ նշանակում, թուրքական տար եւ այլն, այս բոլորը խոցեր են եւ կարծում եմ, որ ինքը որպես չեկիստի տղա շատ լավ է հիշում Թրամփի այն արտահայտությունը, թե տղա ջան, քանի տարի է որ կառավարում ես այդ Ադրբեջանը։ Բայց խաղաղության մեջ հիմա է սկսել ապրել, զգում են դա հրաշալի է։ Ասին էդի նահանջն է, դա Դավոսում է ասել։ Երկրորդ մասը անսուշտ մեր արդյունավետ քաղաքականությունն է եւ հայկական խաչմերուկ իրեն մտնելն է, ինքը տարբերակ չունի չմտնելու եւ միաժամանակ Հայաստանում ներքաղաքական կյանքի կայունությունն է։ Ես ենթադրում եմ նաեւ բանակում որոշակի տեղաշարժեր, որոնք անմիջականորեն պետությունները հաշվի են առնում հակառակորդները։ Դա անմիջականորեն, այդ մենակ Ղարաբաղի կլանը չի որ էլի կնայր համար ուտել խմելու ռուսներն էլ իրեն պահեն, որպես հաշմանդամի։ Ուզում եմ ասել, այս ներքին եւ արտաքին գործոնները իրար հետ բերում են նման հետո կա նաեւ հետեւյալ է։ Այդ բեռների տարանցումները կապում դրա հետ։ Ամեն ինչ դրա մեջ է ամերիկյան նախագծի հետ։ Եթե գլոբալ ասենք, որովհետեւ այսօր Կովկասը Թրամփի նախագծի մեջ է, այն միջանցքը ու մենակ Հայաստանի մասին չխոսքը եւ Հայաստանի մասին չուզում եմ ասել, սա ընդհանուր կոնցեպտուալ բան է, ինձ թվում է, որ սա հասկացել է, որ ուզի չուզի Հայաստանը վերածվում է ուրեմն այսօր Կովկասի դա ուրեմն վերածվում է բանալի պետության եւ ինքը այսօրվանից կամուջներ են իտում հետագայի լավ հարաբերությունների համար։ Մենք պիտի հասկանանք այդ բոլորը, էլի, այսինքն կոմպլեքս է եւ հետո մի հարց էլ կա, իսկ ինչ է ուզել չի ստացել, որ էլ ինչից բողոքի։ Սումգայիցից սկսած մինչեւ սեպտեմբերի
23, չէ, ինչ արեց։ Հայկական տարրը, որ Ադրբեջան կոչված պետության պետականակիր տարրներ Նախիջևանով հանդերձ լրիվ մաքրել 100%։ Նաև Քոչարյան Ռոբերտի համար ասեմ, ճուրախանաս հանգարց։ Խաչքարերը քո ժամանակ է, ջուրը լցրել հերոս բանակիդ եւ այլն։ Հիմա ինչից դժգոհի մնացածն իր հաշվը մնում է, որ ամրացնի նվաճումներ, որտեղ իր համար դա իր ձեռքբերումները ամրացնելու խնդիր ունի։ Պարոն Շիրինյան, եթե սայթակում ենք Միացյալ Նահանգների հետ կապված այդ մեր հարաբերությունները կործանվում ենք։ Մենք չենք կործանվում, ընդհանրապես ես առաջարկում եմ տերմիններ չօգտագործել աղետի հետ կապված, եթե Ամերիկայի Միացյալ ինքը կործանված է, իրենց մեր հայրենակիցներն են, Ռուսաստանի պոչը բաց թողեն։ Եկեղեցու պոչն էլ բաց թողեն շեֆի եւ վերադառնան Հայաստանաշինության։ Ինչ եղել։ Ինչ արել են։ Իհարկե մի քանի հոգին երևի պատասխան տան, բայց այդ բոլորը այդ բաները կան եւ նաեւ կնան թոշակի, այսպես ասենք, քաղաքական։ Որովհետեւ այդ թոշակի քաղաքական թոշակի ասեցի։ Ինչու, որովհետեւ իրենց արածը չի ստացվել, աշխարհում ոնց է։ Առաջին հանրապետությունից օրինակ բերեմ, հա՞ մի հատ։ Առաջին հանրապետությունը 2 տարի ավելի կյանք ունեցավ 18 թվականից մինչև 20 թվականի դեկտեմբեր 2-ը հստակ է եւ այդ ընթացքում պարլամենտական էր պետությունը տիպիկ պարլամենտական հանրապետություն էր եւ 4 դահլիճ փոխել է 4 Սիմոն Վերացյանինը 2-3 շաբաթ եղավ դե կան 3 դահլիճ փոխել ինչի համար ուրեմն ճկուն ձևով չէր լինում այս հարցի հանգուցային, որտեղ իրավիճակ աշխարհում ներսում շատ բարդ էր, այդ կառավարությունը հրաժարական էր տալիս, գնում էր հանգստի, այսպես ասենք բառը, հետո գալիս էր եւ դրանով 2 տարի ամենաբարդ վիճակով հանրապետությունը եւ գազդուրվեց եւ ուրեմն աճեց տարածքով 65-70 հազար քառակուսի դարավ եւ բանակ ստեղծվեց եւ անենց որ կործանվեց այդ քայքայչ աշխատանքի հետ է ռուսական կապված հայ բոլշևիկների գործունեության այնպես որ հիմա այդ միշտ ասում են պատմությունից փորձ վերցրեք, չէ՞։ Դե վերցրեք, ուրիշի փորձի առաջի հանրապետության փորձը վերցրեք։ Մի եղեք ռուսների հետ որովհետև արդյունքը ինչ եղավ առաջի հանրապետությունը կիսվեց, բայց չեմ ասում նաև ռուսների դեմ եղեք։ Դա չի որ հա այդ հարցը դուրս է կանում։ Ռուսների դեմ լինենք, օրինակ Լավրովը անհանգստանում է Վարդան Ղուկասյանի առողջության համար։ Ես էլ ասում եմ մի եղեք հետները, մի թողցես էդիկ ոնց որ գերեզմանի վրա, դակաղի վրա լաց լինել է գա։ Ձեզի չի տեղ են դրել, որ ձեզ աչի ծախից պաշտպանում են։ Պաշտպանվելու կարիք ունեք, մանկապարտեզները վերադարձրեք, կվերջանաք, ինչ եք բաներ։ Հիմա եւ նորմալ կյանքի վերադարձեք, բայց Հայաստանի Հանրապետության փորձը վերցրեք, որն ասեցի 3 դահլիճ գոնե հրաժարական են տվել, իրավիճակը փոխվել է, 4 վարչապետ են ունեցել, 4 վերցրեք մեր փորձը։ Ինչու չեք վերցնում։ Բարձ է, դրա համար եկեք փակենք այս հարցերը։ Նորմալ ուզում եմ ասել որ բայց ինչի որ ամերիկան ոչ կործանվելու այսինքն ես նկատի ունեք եթե Ալիևի նախկին հայտարարությունները զուտ սպառնալիքներ են հիմա արդեն այդ հայտարարությունները պետք է ընդունել որպես նահանջ քաղաքականության իրական պատկերը ներսում է ջրհոսերի մեջ է ինքը էլի մնում է հայատյաց Հայաստանի թշնամի ուրեմն բայց անձնական այսպիսի հակումներով քաղաքականությունը քիչ է վարվում ուրիշ բան կա դուք հաշվում հակառակորդի այո իր պոտենցիալն է հաշվում առաջինը երկրորդ հաշվում եք միջազգային կապերը ասեցի ներքին վիճակ եւ արտաքին եւ այլն ինքը նաեւ ունի մի խնդիր Ռուսաստանից փողում է քծել է չէ Պուտինին Ղարաբաղ դուք ինքն ասում եք մենք ասում ենք թույլ տվեցին Ղարաբաղը նվաճես ագրեսիա անես
Հիմա ասում է Ռուսաստանը արևմուտքից թեքվել, Ամերիկայից գնում, էսը։ Հիմա Ամերիկա ո՞նց է գնալու։ Ուրեմն ռուսների հետ մեծ խնդիրներ ունի։ Ասեմ նաև մի անգամ դրա կարծեմ Ջեյհուն Բայրամովն էր ասեց, որ Մեղրու Միչանսկ եւ այլ անհեթեթությունները այդտեղ որպեսի ռուս չլինի եւ այլ մեր ու Հայաստանի շահերը համընկնում են իրենց ու մեր։ Այսինքն սրանք նահանջել են նախքին ուժի հարկադրանքի տակ ռեալի հաշիվների վրա, բայց որ իրենք մնում են այնպիսին ինչպիսին են 100% կարող է փոխվել են։ Եվ պետք չի այդ խառնել այդ ուրիշ բաների հետ, դա սխալ է էլի։ Այդ դեպքում ինչպես եք բացատրում, որ Նիկոլ Փաշինյանը եւ Ալիևը արժանացել են նույն զայնետ մարդկային եղբայրության մրցանակին փետրվարին Աբու Դաբիում դա է, աշխարհը այս խաղաղությունը մեր ինչ որ է, այս հարաբերությունները գնահատում են եւ ապարգևատրում է դրա համար, որովհետեւ մենք գնացել ենք շատ եմ ասել պարտությունից հետո հարկադրաբար, որովհետեւ հիմա Փաշինյանն ասի, չասի, մյուսը որևէ նորմալ հայ համար չէր կարող մեր հայրենիքի կորուստը եւ այլն լինի, այդ գերի եւ այլն։ Բայց քաղաքականությունը դրա հետ քիչ կապ ունի։ Ուրեմն աշխարհը, որովհետեւ աշխարհն ինչ է ընդունում պետությունների տարածքային ամբողջականություն, այ որն է խնդիրը Ղարաբաղյան կլանի, այդ որ ասենք եւ ինտելեկտուալների, ովքեր հետներն էին, այն ակադեմիա բանել, որ կար։ Իրենք ես քանի անգամ ասել եմ, որ ինքնորոշման իրավունքով Արցախի հարցը չի կարող լուծվել։ Կարող եք ստուգեք, մինչեւ այս ռեժիմի փոփոխությունը Այնտեղ կար 1960 թվականի ապագաղութացման դեկտեմբերի 24 եւ բանաձև էր։ Հայությունը չկարողացավ այս օրենքը հասանելի դարձնել աշխարհին, միշտեր ՄԱԿ-ի կանոնադրությամբ, միջազգային իրավունքով, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք իրար հետ են։ Բայց աշխարհը հիմա մենակ նա է ընդունում, նրա մասին չի խոսում։ Այդ Պուտինը խոսեց մենակ ինքնորոշման ղրիմը, երբ որ պիտի գրավեր, որից հետո լռեց։ Խոսում էր ինքնորոշման իրավունքից Արցախի այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ հարցերը սուր էին եւ մենք պետք է բախվեինք, Արցախ հանրապետություն էր։ Այն ժամ հիմա չի խոսում, վերցել են, չկա ինքնորը։ Հիմա դրա համար էլ այն կառույցները, ովքեր որ նաեւ աշխարհին տեր են կամ նաեւ քիչ տեղեկացված, հիմա դա մեր ու աշխարհի մեղքն է, որ ինքը շատ քիչ է տեղեկացված հայության խնդիրների մասին, հա? Իրենց մեղքը չի, չէ՞, մեր մեղքն է, ուրեմն եւ այլն, որ չեն կարողացել։ Մարտին Վաշինգտոնում Պաշտոնյա ինչ ասեց։ Ասեց ինչ որ ասում ես, մենք տեղյակ չենք, մենք սնվում ենք Ադրբեջանի անգլերեն քարոզչությամբ եւ տեղեկատվությամբ։ Բերեք կոնկրետ լցրեք նյութերը, ինձ է ասում։ Տարեք լցրեք, լցնեիք, ոչ թե ստամոքսները լցնեիք։ Այսինքն մենք ենք մեղավոր, որ այսօր շատ բանում մենք ենք մեղավոր, բայց ամբողջապես մենք չենք, որովհետեւ ասեցի այդ այսինքն սրանք աշխատել է, ոնց ասեմ, եթե մի էլիտա գոչված, էլիտա ծաղր է, իր ասել է, եկել է, որ կողոպտի հարստանա, որ թոշակի գնալուց հաշվան դամեր 20 միլիոն դոլար ստանա, հա? 20 միլիոն դրամ։ Դոլար թե դրամ։ Դրամ պետք է լինի, եթե Դո չայցավ տանը, ոնց որ դոլար ասես, մարդիկ հարցնում են միջը։ Ազգային ժողովն ասում են դոլար շշմել են նստածները, դոլար։ Բայց ես դրամ ինչ է մի անգամ ուտում են, էլի խաշում իրենց 20 միլիոն դոլար եղել։ Պատկերացնում եք, այսինքն այստեղ չպետք է խառնել հարցեր իրար հետ։ Հիմա գնահատվում է արժեքը եւ նաեւ այս բարակայում եղած վիճակում նման բաները մեզ համար իհարկե դրական են։ Դրական է նաեւ այլ լեբի համար, որտեղ կերպարը փոխվում է, ցեղասպանություն չի արել, ավտոկրատ չի, էս չի, չէ, նաեւ դրա վրա է աշխատում։ Նաեւ հիմք ունի, ինչ էր ուզում, որ չի ստացել։ Այն որ իր հայրը երազել չէր կարող, որ խաչքարերը Քոչարյան Ռոբերտի աչքի առաջ կլցնի Արաքս, Նախիջևանից, որ Արցախը կտեղահանեն, Էլչիբեն անգամ մտքովը չէր անցկացնի։ Այս մարդը արել է, ստացել է, եւ ռուսներից է ստացել, առաջին հերթին։ Հիմա ինչ, այսինքն սրա մնում է ինչ։ Կերպարը փոխել, դառնալ աղավնի եւ ապրել ուրիշ հարց ունի։ Իշխանությունը փոխանցել իր տղային։
կապրենք, կտեսնենք, հա, մեր ժամանակը ցույց կտա։ Դե Պարոն Շիրյան, հարցերը շատ են, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, հաջորդ հանդիպման ժամանակ կցանկանամ անդրադառնանք Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի զեկույցին, որտեղ նոր է զեկույցը հրապարակվել, քննարկումներ հաստատ կլինեն, կտեսնենք, որ կետերի հետ կապված տեսնում եք խնդիրներ, մի խոսքով կքննարկենք նաև դա։ Այսօրվա համար շնորհակալություն եմ հայտնում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։ Ես ձեզ խնդրեմ այդ տեքստը ինձ ուղարկեք։